Փառք Տիրոջը, օրհնյալ Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, գթության Հայրը, ամեն մխիթարության Աստված, ասում է Պողոս առաքյալը, որ մեզ կմխիթարի մեր բոլոր նեղությունների մեջ, որպեսզի մենք հալ կարողանանք մխիթարել նրանց, ովքեր նեղությունների մեջ են, այն մխիթարությունով, որով մենք Աստծմե մխիթարվեցանք, օրհնյալ Ալլահ մեր մխիթարության Աստվածը։ Իմ սրտի մեջ դրել էի, որ մի հատ երգ ասեմ, գոհանում եմ Տերին, օրհնյալ երգչախումբը երգեց գոհության երգեր երգեց, Սուրբ Հոգին նորից արթնացրեց ինձ, ասես պետք է երգես դու այդ երգը, որ գոհանանք Հիսուսից ամեն ժամանակ։ Ամեն ժողովուրդ ջան։ Մի հատ նախքան պատգամս տալը ուզում եմ գոհանում եմ Տերին, նազովրեցի Հիսուսի համար, որ մեր փոխարեն աշխարհ եկավ։ 188 համարի երգն է։ Իմ սիրելի ժողովուրդ։ Էսի բացում եմ, որ կարող եմ մոռանամ, մարդ եմ էլ արդեն մեծացել եմ։ Գոհանում եմ Տերին, գոհանում եմ Տերին, նազովրեցի Հիսուսի համար, որ մեր սիրուն եկավ աշխարհ, նազովրեցի Հիսուսի համար, որ մեր սիրուն եկավ աշխարհ, գոհանում եմ Տերին, գոհանում եմ Տերին, խաչի մեծ տառապանքի համար, մեր փոխարեն չարչարվեցոր, խաչի մեծ տառապանքի համար, մեր փոխարեն չարչարվեցար, գոհանում եմ Տերին, գոհանում եմ Տերին, որ բժշկեցիր ու փրկեցիր եւ մեր մեղքերը ներեցիր, որ բժշկեցիր ու փրկեցիր եւ մեր մեղքերը ներեցիր, գոհանում եմ Տերին, գոհանում եմ Տերին, որ թույլ ես տալիս փորձություններ, սովորեցնում ես խոնարհվել, որ թույլ ես տալիս փորձություններ, սովորեցնում ես խոնարհվել, գոհանում եմ Տերին, գոհանում եմ Տերին, հավիտենական կյանքի համար, որ խոստացել ես մեզ Սուրբ Հայր, հավիտենական կյանքի համար, որ խոստացել ես մեզ Սուրբ Հայր, ամեն։ Օրհնյալ մեր Փրկիչը, ում մեղքերը Աստված չի ները, կարաք ասեք, ում մեղքերը Աստված չի ները, Սատանայի մեղքերը չի ները, նա դատապարտված է, բայց իր զավակների մեղքերը ներել է, օրհնյալ լինի Աստված, երգում ենք, որ գոհանում ենք քեզանից, որ թույլ ես տալիս փորձություններ, սովորեցնում ես խոնարհվել, ամեն։ Այսօրվա իմ թեման գայթակղություն նշանակում է վիրավորել,
գայթակղեցնել եւ գայթակղվել եւ հպարտություն։ Այդ մտքի մասին եմ խոսում, ժողովուրդ ջան, թե մարդը ինչի՞ց է գայթակղվում եւ հետո որ մարդն է գայթակղվում եւ ովքեր են գայթակղեցնում։ Աշխարհի մարդիկն են մեզի գայթակղեցնում, թե հավատացյալները։ Ովքեր են գայթակղեցնում։ Աշխարհը անհավատության մեջ է, բայց մեզի գայթակղեցնողները մեր քույր եղբայրներն են։ Հոբը գայթակղված էր, գիտեք։ Ումից էր գայթակղված հոբը։ Առաջին հերթին Աստծուց։ Որտեւ երրորդ գլխի մեջ սկսում է տրտնջալ, բողոքել հոբը, հիշում եք, չէ՞։ Հետո 3 բարեկամներից էր գայթակղված։ Այդ բոլորից Աստված տեղյակ էր, թե չէ, ժողովուրդ ջան։ Աստված գերիշխանը, ամենակալը, ամենակարողը, ոչ ոք բան չի կարա անի առանց Աստծու։ Ամեն։ Սատանան չի կարող քայլ անել առանց Աստծու։ Որտեւ ինքն է գերիշխանը։ Հակոբոս առաքյալն ասում է. Աստված չար բաներով չի փորձվի, Հակոբոս 1:13։ Աստված չար բաներով չի փորձվի եւ ոչ մեկին կփորձի։ Բա ով է փորձում։ Սատանան է փորձում։ Աստված սատանային օգտագործում է, որ ամբարիշտներին պատժի, իր հավատացյալ զավակներին վարձատրի։ Հակոբոս առաքյալն ասում է, չէ՞, փորձությունները, որ համբերենք կենաց պսակը պետքա առնենք։ Ուրեմն կենաց պսակը առնելուց առաջ փորձություններ պետքա լինի։ Փորձություններ։ Կարդում եմ Առաջի թագավորաց, ովքեր գրքեր ունեն, խնդրում եմ բացեք, Առաջի թագավորաց, թե ով է փորձում, որ Աստված չար բաներով չի փորձվի, ոչ էլ ինքը մեկին կփորձի, ապա փորձում է ով։ Առաջի թագավորաց, երկրորդ թագավորաց, 24 գլուխ։ Ստեղ գրքի մեջ գրել եմ Հակոբոս 1:13, այսինքն ասում է Հակոբոսն ասում է, որ Աստված չար բաներով չի փորձվի, ոչ էլ մեկը ինքը կփորձի։ Այս գրքից մեջ գրել եմ։ Եվ դրա պատասխանը երկրորդ թագավորաց 24 գլուխ առաջի խոսքը։ Տիրոջ բարկությունը նորեն Իսրայելի վրա բորբոքեցավ ու Դավիթը անոնց դեմ գրգռեց ասելով. գնա Իսրայելն ու Յուդան համարե։ Երկրորդ թագավորաց 24 գլուխ առաջի խոսքը։ Եվ դրան համապատասխան կարդում ենք Առաջի մնացորդաց 21 գլուխ առաջի խոսքը։ Առաջի մնացորդաց 21 գլխի առաջի խոսքը։ Ստե պարզ արդեն բացատրում է, թե ինչ է կատարվում։ Սատանան Իսրայելին դեմ ելավ ու Դավիթը դրթեց, որ Իսրայելը համրե։ Ուրեմն Աստված սատանային թույլ է տալիս, որ փորձի, Դավիթին փորձեց։ Ինչու համար թույլ է տալիս Աստված, որ իր զավակները փորձվեն։ Ինչու է թույլ տալիս։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված Հոբի մասին վկայեց, որ արդար, Աստվածավախ, չարությունից հեռացող մարդ սատանային վկայեց։ Եվ այդպես էր Հոբը, նախքան փորձությունը, հետո դրանից հետո սկսեց փորձությունները Հոբի վրա, հիշում եք։ Նրա 10 զավակները, նրա հարստությունը, վերջում հիվանդությունը եւ 3 բարեկամները հարցակվան իր վրա նախատում էին, վերջում սատանան կնոջն օգտագործեց Հոբի դեմ, որտեւ Հոբը հիվանդ էր մարմնով,
խնամում էր կինը, շատ դժվար է հիվանդ պահելը, ասես դարձյալ քո կատարելության մեջ ես, Աստծուն հայոյիր, մեռի էլի, սատանի նպատակը նա էր, որ Հոբը Աստծուն հայոյեր, ասեց անզգամ կանանց մեկի պես ես խոսում դու, Աստվածանից միայն բարիք ընդունենք, չարիքը չընդունենք, Աստվածանից ինչ որ ընդունում ենք, բարի է, ամեն, Աստված ինչու համար փորձեց, ինչու համար է փորձում իր զավակներին, փորձում է խոնարհացնելու համար, որովհետև Ադամից ծնված հպարտ է, այդ հպարտությունը մեր թագն է, ինչպես Հոբն ասում, իմ թագս իմ գլխից վերցրեց, արդարություն էի հոգել, ինչ արդարություն, մարդու արդարությունը նման է անմաքուր շորի, գիտեք գրված է Եսայա մարգարության մեջ, Այսօր մեզի պետք չի մեր արդարությունը հագնենք, այս փորձությունները Աստված բերում է մեզ համար, որպեսզի մեզի մեր արդարությունից ազատի, որպեսզի մեր գլխից մեր թագը հանի, այսինքն հպարտությունը մեզանից հանի։ Աստված թույլ է տալիս մեզի, որպեսզի մեզի փորձի, որպեսզի մեզի խոնարհացնի, մենք սովորենք խոնարհություն, սովորենք ներել, սովորենք սիրել, բայց մեր մեջ կա այն բաները ադամական բնությունից ժառանգած, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակսեցան, բոլոր մարդկությունը մեղանչեց Ադամով, Ադամով մեղքը մտավ աշխարհ եւ բոլորը մեղանչեցին, դրա համար Հիսուսին ուղարկեց աշխարհ, որպեսզի Հիսուսի միջոցով արդարանանք, մեզի Աստված փորձում է, որպեսզի մենք սովորենք խոնարհվել, սովորենք ներել, սովորենք սիրել եւ սովորենք ողորմություն անել, մեզի ուզում է ազատի մեր եսից, Աստված այս բոլոր փորձությունները բերեց Հոբի վրա, որպեսզի Հոբին ազատի իր եսից։ Հոբ 7:18, Հոբ 7:18, ինչ է ասում Հոբը, ամեն առավոտ զիս կդիտի, ամեն առավոտ Աստված մեզի դիտում է, եւ ասում է, ամեն վարքյան կփորձի, Հոբ 7:18 ժողովուրդ ջան, այդ միտքն ասում։ Հոբ 7-րդ գլուխ 18 համարը։ Ամեն արտու զանիկա կդիտես, ամեն վարքյան կփորձես։ Ուրեմն ով փորձում մեզի Աստված փորձում է սատանայի միջոցով, որ սատանայի առաջ պարծենա իր զավակներով, մենք փոքր հոբեր ենք։ Եվ Աստված ամեն մեկից փորձություն է տալիս, մեր կարողությունից ավել չի տալիս Աստված փորձություն։ Սիրելի Աստծո ժողովուրդ, ոսկին գիտենք, ոսկին, որ հանում են հանքից, տեսնում եք դեղին գույն է, բայց նրա մեջ կա նիկել ոսկու մեջ, կա պղինձ, կա երկաթ, բայց դրանք չեն երևում, երբ են երևում, երբ որ ոսկերիչը դնում է կրակի մեջ դնում է, ոսկին դառնում է նյութ, հալվում է, եւ դրա մեջից դուրս են գալիս այդ քիմիական նյութերը, պղինձը, երկաթը, եւ ոսկին մնում է մաքուր, ամեն, Աստված մեզի դնում է կրակի մեջ, փորձությունների մեջ, որպեսզի մեզանից անի մեր հպարտությունը, մեզանից անի մեր եսը, մեզանից անի մեր բարկությունը, մեզանից անի օնեսկը, չարախոսելը, չափելը, ձևելը, ամեն բան։ Դրա համար է դնում, դրա համար ասենք փառք քեզի Տեր, ասեմ շնորհակալ եմ քեզանից Հիսուս, փրկիչս, որ ինձ մանկությունից դրել ես կրակի մեջ։ Կրակի միջով ես անցկացրել, կրակի միջով ես անցկացնում։ Մեր եսը չի մեռնի։
մեր ես բնությունը չի մեռնի, կմեռնի այն ժամանակ, որ հանձնվի հողին։ Թե չէ ամեն ժամանակ մեր եսը պատերազմում է մեր հոգու դեմ, ասում է Պողոս առաքյալը։ Մարմինը պատերազմում է հոգու դեմ, հոգին պատերազմում է մարմնի դեմ։ Մենք պետք է հոգիով լցվենք, որ մարմնի գործերը չանենք։ Մինչև մենք հոգով չլցվենք, մարմնի գործերին չենք կարող հաղթել։ Հոբին Աստված դրեց կրակի մեջ, որ հոբին ազատի իր բնությունից։ Կարդում եմ Հոբ 19 գլուխը, չէ 30 գլուխ, ներեք, Հոբ 30 գլուխը, ինչ ասում ստեղ, 30 գլուխ, տասնմեկ խոսքը, 30 գլուխ 11 խոսք։ Քանի որ Աստված իմ կապս թույլ ցնելով, Հոբն ասում, քանի որ Աստված իմ կապս թույլ ցնելով, զիս խոնարեցուց, օրհնյալ լինի Աստված։ Աստված բերում է մեզի փորձություններ, որպեսզի մեզի խոնարացնի, մեր կապերից կտրի, մենք կապված ենք աշխարհի հետ, կապված ենք մեր մարմնի ցանկությունների հետ, կապված ենք մեր եսի հետ, կապված ենք մեր էգոյի հետ, կապված ենք փառասիրության հետ, կապված ենք ցուցամոլության հետ, կապված։ Դրա համար ուզում Աստված այդ կապերը կտրի կրակի միջոցով։ Կրակի միջոցով մաքրում է, որպեսզի կրկնապատիկ օրհնություն տա մեզի։ Հետո փորձությունների մեջից, հետո մեր հոգ աչքերը բացի, որ տեսնենք Աստծուն։ Հոբը արդար, կատարյալ, աստվածավախ մարդ էր, բայց հոգևոր աչքերը կուրացած էր Հոբի։ Իրան արդարացնում էր Հոբը։ Աստված ասում է, մեջքդ կապիր ես խոսամ, հարցամ դու պատասխանի քեզ արդարացնելու համար իմ ինձի սխալ ես անում, Հոբ, Հոբեր, փոքր Հոբեր, Աստված սիրում է մեզի, Աստված սիրում է մեզի, 40 գլուխ, առաջի խոսքերից եմ կարդում, Տերը Հոբին խոսելով ասավ, արդ ամենակարողին հետ վիճողը բան մը պիտի սորվեցնե, Ասոյ հետ վիճաբանողը թող պատասխան տա, ով էր ասոյ հետ վիճաբանում, Հոբը, ասոյ հետ վիճաբանում էր, որտև իր արդարություն էր ակե, դուս էր գալիս հրապարակ, աթոռը դնում են, բոլորը լսում էին, բոլորը, Աստված իր հպարտությունից, իր թագից ազատեց, այն ատեն, երորդ խոսքը, այն ատեն Հոբ տերոջը պատասխան տալով ասավ, ահա ես նվաստ եմ, քեզի ինչ պատասխան տամ, ձեռքս բերնիս վրա կդնեմ, մեկ անգամ խոսեցա, ալ պատասխան պիտի չտամ, երկու անգամ ալ, բայց պիտի չկրկնեմ, այն ժամանակ Տերը մրիկեն Հոբին պատասխանեց, հիմա կտրիչի պես մեջքդ պնդե, քեզի հարցնեմ ու դուն քու գիծածդ ինձի իմացուր, իմ դատաստանս պիտի խափանես, քեզ արդարացնելու համար զիս հանցավոր պիտի անես, տեսեք մարդիշ բնությունա, եթե Աստված վկայեց Հոբի մասին, մեր մասին վկայում Աստված սատանայի մոտ, քննենք մեր անձերը, եթե այդպիսի մարդը ասուն մեղադրում է, մենք, մեր խորհուրդների մեջ, մեր քայլերի մեջ, մեր փորձությունների մեջ, մեր հիվանդությունների մեջ, մեր աղքատության մեջ, մեր փորձությունների մեջ ոնց ենք, քննենք ամեն մեկս, Աստված այս ամեն բանից տեղյակ է,
մեզի դնում այդ կրակի մեջ, որպիսի մեզի տանի երկինք, թե չէ հին մարդով երկինք չեն գնա։ Եվ տեսնում ենք 42 գլխի մեջ Հոբի ապաշխարությունը։ Աստծո նպատակը, որ մարդի հոգևոր աչքերը բանա։ Աստծո նպատակը, որ մարդը հասկանա իր սխալը, հողի մոխի վրա ապաշխարի, խոնարհվի, խոստովանվի։ Աստծո սիրելի մարդիկ խոստովանվում են։ Աստծո սիրելի մարդիկ խոստովանվում են։ Խոստովանությունը մաքրություն է։ Մենք բոլորս մաքրվում ենք, լողանում ենք, նայում ենք մեզի, հայլու մեջ, մաքուր շորեր հագնվում ենք, լողանում ենք, որ մաքրվենք, խոստովանությունը հոգևոր մաքրություն է, մաքրում Աստված մեզի, հավատարիմ արդարյանի կա մեր մեղքերին թողություն տալու, եթե խոստովանվենք մեղքերնից, հավատարիմ արդարյանի կա մեր մեղքերին թողություն տալու եւ մեզի բոլորիս անօրություն ազատելու, օրհնյալ լինի Տիրոջ խոստումը։ Սիրելի քույր եղբայրներս, խոստովանվեք Տիրոջը, անառակ որդուպես, անկեղծ, անգիրարած խոստովանություն պետք չի։ Դու պետք է ասես Տեր իմ հոգու աչքերը լուսավորի, Հոբի պես, թե չեք մցնի կրակների մասի, ուզես չուզես, ինքը իրա սիրածին կխրատի, Աստված ամեն որդու խրատում է, ինչու, որ ազատի մարդ բնությունից, մեզի պետք չի դերասան հավատացյալ լինենք, ցույց տանք մեկս մյուսի առաջ, թե մաքուր արդար եմ, պատրաստ եմ Տիրոջ համար ամեն բան անելու, դերասանություն չարժի անել, Աստված ամեն բան քննում է։ Թե բարիքը, թե չարիքը, բարիքը ում միջոցով ալնում, չարիքը ում միջոցով ալնում, երկուսն էլ Աստծո միջոցով են ալնում։ Ես կարդում եմ Եսայա 45, Եսայա մարգարության 45 գլուխը, եւ ինչ ասում ստեղ Աստված։ 45 գլուխ 5-ից 7 խոսքերը։ Ես եմ Տերը եւ ուրիշ մը չկա, ինձ մեզ զատ Աստված չկա, ես քեզի գոտի կապեցի, թեև զիս չէիր ճանչնար, որպիսի արևելքեն ու արևմուտքեն գիտնան, թե ինձ մեզ զատ մեկը չկա, ես եմ Տերը եւ ուրիշ մը չկա, լույսը հաստատողը եւ խավարը ստեղծողը, խաղաղությունը նողն ու չարիքը ստեղծողը, այս բոլոր բաները նողը, ես Տերս եմ, ամեն։ Ամենակարող Աստված իշխում է ամեն բանի վրա եւ սատանայի վրա։ Աստված թույլ տվեց սատանային, որ մոտեցավ Հոբին։ Առանց Աստծո թույլտվության ինքը իրավունք չունի շարժանի։ Աստված տեսնում է իր զավակները, որ իր օրենքը թողում են, աղոթքը թողում են, մարմնավոր ապրում են, թույլ է տալիս, ասում է գնա կպի։ Գնա կպի, որ ինքը մի հատ հասկանա կյանքն ինչ է, որ ինձ աղաղակի։ Մարդի կարիքը մարդին կստիպի, որ խնդրի աղոթ կանի։ Հիվանդը բժշկի կարիքը ունի։ Իսկ առողջ մարդը բժշկին բարևել չի տա, բժշկի օնել չի տալիս, բայց որ հիվանդանում է շուտ արեք ինձ տարեք էմերջենսի, կանչեք բժիշկ, եթե բժշկի հասնեմ, հիվանդությունը կստիպի մարդին, որ մարդը դիմի բժշկին, ամեն, մեր տկարությունը մեզի կստիպի, որ դիմենք երկնային բժշկին, ես կզարկեմ եւ կբժշկեմ, երկրորդ օրինաց 32 գլուխ 39 խոսքը, երկրորդ օրինաց 32 գլուխ 39 խոսքը, երկրորդ օրինաց 32 գլուխ 39 խոսքը, իմանայեցեք, որ միայն ես եմ, ինձ մե ուրիշ Աստված չկա, ես կմերցնեմ ու ես կապրեցնեմ, ես կզարկեմ ու ես կբժշկեմ, ու իմ ձեռքես ազատողը չկա, ով է զարկում? Աստված, ով է բժշկում? Աստված, օրհնյալ լինի
մեր բժիշկը, ես եմ Տերը, քո բժիշկը, ուրեմն մեզի պետք է որ Տիրոջ օրենքները, պատվիրանքները, կանոնները պահենք, որպեսզի հիվանդություններ, փորձություններ մեզի չգան, հիվանդությունները Աստծո թշնամիների համար է։ Աստծո զավակները բժիշկ ունեն, Հիսուս Քրիստոս, դեղը խոստովանություն, մաքրություն, խոստովանվողի մեղքերը ներվում է եւ բժշկում է, ասում է Աստծո խոսքը։ Եթե իմ անունով ժողովուրդս աղոթքի կանգնի, ճանաչիր ախտը, ճանաչիր մեղքը, եթե խոնարհվի, ինձի աղաղակի, ես նրան կներեմ եւ նրանց երկիրը կբժշկեմ։ Ամեն։ Մենք պետք է սովորենք խոստովանություն։ Երկրորդ մնացորդած 7-14 խոսքներ իմ ասածը։ Եթե իմ անունով ժողովուրդը աղոթք կանի, խոնարհվի, ճանաչիր ախտը, իր մեղքը ճանաչի, խոստովանվի, ես նրանց կներեմ եւ նրանց երկիրը կբժշկեմ, մեր բոլոր տառապանքները, մեր բոլոր ընտանիքի մեջ քայքայումները, բաժանումները, վիճաբանությունը գալիս է մեղքից։ Մենք պետք է խոնարհվենք Տիրոջ առաջ եւ խոստովանվենք, որ ինքն է մեր Աստվածը, առանց Աստծո ոչ մի բան մենք չենք կարող անել։ Եվ Հոբը ասուց գայթակղվավ, հետո բժշկվավ, Աստված կրկնապատիկ Հոբին օրհնեց։ Հոբի աչքերը բացեց եւ նրա 3 բարեկամներն էլ ապաշխարեցին։ Ուրեմն Աստված Հոբին վերցրեց իր ձեռքերի մեջ օգտագործի, մեզի օրինակի եւ նրա բարեկամները բժշկվեն, կինը բժշկվի եւ Աստծո բոլոր զավակները բժշկվեն։ Իմ ամենասիրած գրքերից մեկը Հոբն է։ Եվ ծննդոց գիրքը Հովսեփի մասին։ Փոքրուց ես Հովսեփի մասին լսել եմ եւ շատ եմ սիրել Հովսեփ գեղեցիկին, Հովսեփ ջան, քեզ էլ եմ շատ սիրում։ Ասի որ ինձ տղացանվի անպայման Հովսեփ պետք է դնեմ։ Տղացանվի դանել կդնեմ, որտեվ երես Հովսեփի մասին ասում էր, ինձ պատմում էր, ես փոքր էի։ Հովսեփի մասին ասում էր, եղբայրները Հովսեփին ծախեցին։ Հովսեփը այնքան հավատացյալ մարդ էր, որ գնում էր Հակոբին պատմում էր եղբայրների չարությունը։ Գագա ջան ասում էր, դու ամենափոքրն ես, քո մեծ եղբայրների սխալը պետք է տեսնես, դու ճիշտ անես, կլինես Հովսեփ գեղեցիկ դու։ Ասեմ օրհնյալ լինես Տեր, Երանի հերը սաղլեր տեսներ, որ ես դարձել եմ Հովսեփ գեղեցիկ։ Ինքը մարգարյացավ, բայց ասես մինչև գիրքը չկարդաս, ավետարան մինչև չկարդաս, դու մարդ չես դառնա, Գագո ջան։ Դու պետք է ավետարան կարդաս, որ մարդ դառնաս։ Ժողովուրդ ջան, ավետարան կարդանք, որ Աստծո զավակներ դառնանք։ Հիսուսը իր հավատացող հրեաներին ասեց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտները կլաք, ճշմարտությունը կգիտնաք, Հովանու 8-րդ գլուխ 31 խոսքն է։ Ճշմարտությունը կգիտնաք եւ այդ ճշմարտությունը ձեզ կազատի ինչից։ Ամեն մեղքից, հետո մեր անիրավ եսից։ Մեր թշնամին ոչ ոք չի, մեր թշնամին մեր եսն է, ես։ Եսիդ կերակրում ես, թե չէ։ Եղբայր քույր, եսին կերակրողը սատանան է, գիտեք։ Իսկ խոնար մարդկանց կերակրողը Սուրբ Հոգին է։ Աստված անբարտավաներին հակառակ է կենում, բայց խոնարհներին ինչ անում, շնորհք է տալիս։ Հովսեփ չգայթակղվավ։ Ինչ օրհնյալ անձնավորություն։ Նրան գայթակղեցնողը ովքեր էին։ Եղբայրներն էին։ Հարազատ եղբայրներ, հորից ծնված, ուզում էին սպանեն Հովսեփին, նախանձում էին Հովսեփին, որ հերը Հակոբը գեղեցիկ պատմություն էր, տվե Հովսեփի սարքը Հովսեփին հագցրե, նախանձում էին, երազնել որ պատմեց, ավելի նախանձեցին։ Պետք է գանք մենք 17 տարեկան գանք մենք պետք է քեզի երկրպոգենք, հերն էլ Հակոբն էլ ասեց, ինչա ես ու կինս տղերքը պետք է գանք երկրպոգենք քեզի, կգաս, Հակոբ ջան, որ Աստված բարձրացնում է մեկին, ոչ մեկ չի կարող հակառակ կայանի։ Հովսեփին ծախեցին Եգիպտոս։
17 տարեկան Հովսեփին ծախեցին։ Հովսեփը վիրավորվավ, գայթակղվավ ժողովուրդ ջան։ Ոչ։ Գնաց Եգիպտոս, ընդեղել գցեցին բանդը Հովսեփին։ Բայց Աստված ում հետ էր? Հովսեփի հետ էր։ Աստված Հովսեփի հետ էր։ Եվ շնորհ տվեց Հովսեփին։ Գցեցին բանդը, գիտեք, Պետապրակինը չարություն արեց։ Հովսեփը հանդերձը թողեց ու փախավ։ Եվ գցեցին բանդը, գիտեք այդ պատմությունը։ Բանդում մնաց Հովսեփը, հետո թագավորը երկու ծառաներին գցեց բանդը, նրանք երազներ տեսան։ Հովսեփը մեկնեց այդ երազները բանտարկյալներին, հիշում եք, Մատրվակին եւ Ասագորձին։ Ոնց Հովսեփը մեկնեց երազը, այդպես կատարվավ եւ Մատրվակին ասեց ինձ գիշես։ Ես անմեղ եմ, ստե ոչ բան չեմ արել, ստեղ բերթիմ նստած եմ։ Ինչքան վատ բան է, որ մարդը առանց մեղադրանքի նստի բանտ, գիտեք, չէ, ինչքան վատ բան է։ Նա պատկերացրեք Հովսեփը, բայց Հովսեփին Աստված հոգևոր համասարան էր տարել։ Նեղությունները, դա հոգևոր համասարան է։ Ովքեր նեղությունների մեջ են, մեջով ապրած են, դրանք ամենամեծ ուսանողներն են, աշակերտներն են, ընդեղ Սուրբ Հոգին կսովորացնի, նեղության մեջ մեզի կսովորացնի Աստված, դիվանի քշելով մեզի չի սովորացնի, հանգիստ պարկելով, քնելով մեզի չի սովորացնի, նեղության մեջ մեզի կաճեցնի։ Հովսեփը մեկնեց երազները, Մատրվակը գնաց, 2 տարի անցավ, հիշես, փարավոն երազ տեսավ, եւ Մատրվակապետ ասեց, որ Եգիպտացի կար, որ մեր երազները մեկնեց, ինչպես մեկնեց, այդպես եղավ։ Փարավոնը կանչեց Հովսեփին, բանտից հանեց, գնաց, ես ուզում եմ այդ համարը կարդամ ժողովուրդ ջան։ Ասո նպատակը իր զավակներին ինչի համար է, ասո խոսքը ասում է, ինչի համար է, ինչու է Աստված Ինչու Աստված իր զավակներին այդպես նեղությունների բանտերի մեջ անցկացնում, ինչու, ես աստեղ պատասխանը կասի ինչու։ Ծննդոց 41 գլուխ 14 խոսքը։ Այն ատեմ փարավոն մարդ ղրկեց ու կանչեց Հովսեփը։ Շուտով բանտեն հանեցին Զանիկա եւ ածիլվեցավ ու իր հանդերձները փոխեց ու փարավոնին եկավ, եւ փարավոն 15 խոսքը, եւ փարավոն ըսավ Հովսեփին, երազ տեսա ու Զանիկա մեկնող չկա, եւ քեզ համար լսեցի, որ կսեն, թե լսած երազդ կմեկնես, 16 խոսքը։ Եվ Հովսեփ պատասխան տվավ փարավոնին ու սավ, ոչ թե ես, այլ Աստված փարավոնին պիտի տա նպաստավոր պատասխանը, ամեն։ Աստծո նպատակը Հովսեփի նկատմամբ, որ Հովսեփի եսը մերցներ, որտեղ մերցրեց բանտերի մեջ։ Մենք նեղությունների մեջ պետք է սովորենք ասում պաշտել։ Ժողովուրդ ջան, որ մեզի նեղություններ, փորձություններ կլինի, ուրախացեք։ Ուրախացեք, 75 տարեկան մարդ եմ լինում։ Ինձի Աստված շատ նեղություններով անցկացրել է։ Իզուր չանցկացրել։ Ամուսնացել եմ 71 թվականին, 71 թվականից ասել եմ Տեր Հիսուս, ինձի առուզավակ դուր։ Որտեղ մենք եղբայրներով շատ էինք եւ աղբոր տղերքով։ Ինձի 9 աղջիկ տվեց։ Ամեն աղջիկ տալուց չանես երկարում էր։ Տխրում էի, ֆիզիկապես ուժեղ, գյուղացի, աշխատող, սպորտսմեն, կանտատ մաստեր։ Ինձնից աղջիկ ածնվում, այն 30 կիլոնոս մարդից սաղ տղա ածնվում։ Ասեմ, ես ինչ հաշիվ է, ես ինչքան ամբարիշտ մարդ եմ քո առաջ, որ դու ինձ չես լսում, ես մանկությունից հավատացել եմ քեզի, որ դու իմ Աստվածն ես, 20 տարի օձերի մեջ ինձ պահել ես, Հորս ասացով կանչել եմ Հիսուսի անունը օձերի մեջ քնել եմ, ինձ չեն կծե, հիմա ամուսնացել եմ ինձ տղա դուր, ես տղա եմ ուզում, Աստված ինձ աղջիկ է տալիս, տղա եմ ուզում, Աստված աղջիկ է տալիս, 27 տարի մցրեց ինձ
Նաբուգոդոնոսի կարակներով անցկացրեց 98 թվականին Մինուճարս ծնվավ Սաղ Սակրամենտոն ուրախացավ ովքեր ստեղ են գիտեն հին եղբայրները Սակրամենտոյի մեջ մի հատ թագավոր ծնվավ ինչ ուրախություն Սաղ օր գալիս էին մեր տուն գումարներ բերում էին լցում էին ուրախությունից ուրախացել էր ժողովուրդը ինձ սիրողները ուրախացել էին լսում ես ես գժվել էի ուրախությունից որ Աստված իմ աղոթները լսավ որտեղ ես ծնվավ ես գնում էի Կարմայքը Հովսեփը գիտի եղբայրները գիտեն են մեր այգին որ գնում էինք միշտ ընդ այգում հեծանիվը առնում գնում էի առանց կնոջս ասելու գնում էի այգին հեծանիվս կայնացնում էի ծունկ էի գալիս ծառի մոտ ծառի տակ ընդ վազում էին ժողովուրդը ես ձեռներս բարձրացնում էի երկինքը ասում էի Տեր ինձ տղատուր մի հատ կարող է իմ թորները լինեն իմ ժառանգորդները ինչպես Աբրամն էր ասում Եղազարը պետք է լինել իմ ժառանգորդը Վերջը որ տղեն տվեց Աստված ինձ ես գնացի այն ծառի տակ որտեղ աղոթում էի ասի հիմա ինձ սովորացրա ինչի համար այդքան իմ աղոթները հուլդի վրա դրեցիր ինչի համար իմ աղոթները չպատասխանեցիր դե ինձ սովորացրա դու գիտես որ ես սարեցի մարդ եմ ապառաժներ սարերի մեջ ծնված դու միջև ինձ չհամոզես ես չեմ համոզվում մարդից չեմ համոզվե ես որ ասուն դարել եմ իմ երիտասարդ ժամանակ Աստված ինձ համոզե ժողովուրդ ջան ասեց գիտես ինչի համար եմ ես քեզի այդքան հոլդի վրա դրել քո աղոթները սպասեցրել եմ քեզի ասում եմ չէ սովորացրա Սուրբ Հոգի ասում ես քո բոլոր աղոթները լսել եմ Ես դրել եմ հոլդի վրա տեսնեմ դու անդադար կաղոթես ինձի աղոթեցիր Դանիելին ստացար հիմա աղոթի որ հոգևոր Դանիելներ ծնվեն Եվ աղոթում եմ Տիրոջը հոգևոր Դանիելներն են ծնվում ապաշխարում են ուրիշ ազգերից էլ Երկում եմ մարդկանց մոտ նրանք ապաշխարում են Իմ լեզուն չեն հասկանա բայց Սուրբ Հոգին կպնում է նրանց գալիս են իմ հետ մաստոնքից են լում դա լա 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 նստած եմ ջիմում են սուխոյ պառնու գիտեք ովքեր գնում են սուխոյ պառնու չորը սուխոյ պառնու ոնց են ասում Դավիթ ջան չոր Նստում եմ ընդ մենակ երկում եմ Հիսուսի 363-ն է, չէ՞, Հիսուսի արյունը մաքրել է ինձ, այդ 363 համարն է դա։ Հիսուսի արյունը մաքրել է ինձ, երկում եմ, մենակ երկում եմ։ Մի հատ 85 տարեկան ամերիկացի կայնելա դուրը, ես չեմ տեսել։ Ընդ լսում եմ իմ երգը, ձայնը, եղանակը լսում եմ։ Երկեցի տենում եմ Սուրբ Հոգին ոնց ավելի է բորբոքում, երկում եմ, այդ փոքր սենյակը ձեն ավելի արձագանքում, այս մարդը մտավներ սենց անում։ Da la 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 da la 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 Նայմանզի ասում ինչ ազգես ասում եմ հայ եմ ասում որ դու երգում ես քո երգը չեմ հասկանում բայց կապով սրտիս ասում ես ինչ երգ ես երգում ասի Հիսուսի մասին եմ երգում Հիսուսի արյան մասին եմ երգում ասի ես Քրիստոյա եմ առաջի ազգ որին ընդունել ենք հավատում ես Հիսուսին ասում քո երգը որ երգեցիր կապով իմ սրտին ասում Հիսուսի մասին կասես Հիսուսի մասին ասես ես մարդ հավատաց եւ ասի ավետարան կարդաս որ կյանք ունենաս մի շաբաթ հետո մահացավ այդ մարդը գնաց երկինք Հիսուսին ընդունեց գնաց երկինք ժողովուրդ ջան Աստված գիտի մեզի թե ինչ անի եւ 41 գլխի 51 համարը իմ ասածը ապացույցում է որ նեղության ժամանակ մարդը կոչի 51 խոսքը 41 գլխի 51 խոսքը Հովսեփ Անդրանիկին անունը Մանասե դրավ երկու տղա ծնվավ Հովսեփի Եգիպտոս մեկի անունը Մանասե մեկի անունը Եփրեմ Մանասե դրավ քանզի սավ Աստված ինձի մորցուց իմ բոլոր վշտերս իմ հորս բոլոր տունը Նեղությունների մեջ Հովսեփը սովորավ եղբայրների ներել ամեն բան մոռացավ նեղությունների մեջ եւ 52 խոսքը եւ երկրորդին անունը Եփրեմ դրավ քանզի սավ Աստված իմ տառապանքիս երկրին մեջ աճեցուց զիս մենք երբ ենք աճում տառապանքների մեջ շատ անցամ Հովսեփ ջան կանգնենք Տիրոջ առաջ շատ էր թեմաս
բայց փառք Տիրոջ, Աստված Սուրբ Հոգին իշքան տվեց մեզի, ընդունենք այդ խոսքը, խնդրենք Տիրոջը, որ չգայթակղվենք, չվիրավորվենք եւ հպարտությունից ազատվենք, խոնարհվենք։ Ամեն։ Ալելույա քեզի մեր փրկիչ, մեր ապավեն, մեր կյանք, մեր սուրբ բժիշկ, փառք քեզի, այս նեղությունների մեջ փառք քեզի, փորձությունների մեջ փառք քեզի, որ դու մեր Տերն ես, մեր Աստված, մեր ապավեն, Հովսեփի Աստված, Դանիելի Աստված, Հոբի Աստված, մեր Աստված փառք քեզ։ Օգնիր իմ ժողովրդին, Հայր, որպեսզի մենք ուժ խնդրենք քեզանից մեր փորձությունների մեջ, որ գոհանանք քեզանից ամեն ինչի համար, որ թույլ ես տալիս փորձություններ, սովորեցնում ես խոնարհվել, փառք քեզի, որ խոնարհներին շնորհք ես տալիս եւ երկինք ես տալիս, ինչպես մեր փրկիչը խոնարհվավ, խաչի մահով խոնարհվավ եւ Աստված բարձրացրեց Հիսուսին, ալելույա։ Օգնիր մեր ցածրանանք, դու բարձրանաս, քո խոսքը բարձրանա, մենք փոքրանանք, թող խոսքդ բարձրանա եւ քո անունը փառք քեզի։ Օրհնում եմ ժողովուրդը իմ եղբայրքուրերին, հոգով լցնես, զորացնես, ովքեր գայթակղված են, օրհնի ազատի բժշկի եւ գայթակղողներին Տեր խնդրում եմ ազատես, ողորմություն անես։ Քո Աստվածային բազուկդ մեկնես, հոգով լցնես, որպիսի Հովսեփի պես ներողը լանք Տեր, ալելույա, փառք քեզի։ Օրհնի մնացած ժամերը պահի թևերի տակ, փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, ալելույա, ամեն։ Տեր օրհնի ձեզի։